Բարի երեկո։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։ Պարոն Բալասանյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Բալասանյան, ինչ փուլում են Միացյալ Նահանգներ եւ Իրան հարաբերությունները, կարծես գնում էին հաշտությամբ, բայց մեկ էլ տեսանք, կարծես պատերազմը վերսկսվում է։ Սա արդյոք նշանակում է պատերազմի վերսկսում, թե այս փոխադարձ հարվածները այս օրերին, որ մենք տեսնում ենք, այդ թվում եւ այսօր իհարկե կան նաեւ զոհեր, արդյոք այս փոխադարձ հարվածները նշանակում են, որ նրանք փորձում են բանակցային իրենց դիրքերը ամրապնդել ու նորից վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Ես կարծում եմ, մենք գործ ունենք այս պահին լիարժեք պատերազմի հետ, թեկուզ ոչ լայնածավալ, քանզի Իրանը իր հարվածների աշխարհագրության մեջ ընդգրկել է առնվազն Քուվեյթին եւ Բահրեյնին։ Արաբական Միացյալ Էմիրություններին դեռ կարծես խնայում են, այդտենց հարվածներ չեն հայցնում, բայց այդ երկու երկիրը, Քուվեյթ եւ Բահրեյնը եւ Հորդանանը, 3 երկիր առանձնահատուկ այսպես ուշադրության կենտրոնում են։ Իսկ բանակցությունների վերադարձ չի լինելու, ես վստահ եմ, երկու պատճառով։ Առաջինը Թրամփը ինքը նշեց, որ Իրանի հետ որևէ բանակցություն այլևս անիմաստ է, քանզի դրանք օգուտ չեն տալիս։ Բայց Թրամփը ամեն օր խոսք է փոխում։ Դե Թրամփը, դա Թրամփն է, դրանով ամեն ինչ ասված է։ Բայց ես ավելի այսպես լուրջ արգումենտ առաջ կքաշեի, Իրանի խորհրդարանի 180 պատգամավոր պահանջում է դադարեցնել բանակցությունները, դուրս գալ այդ հուշագրից եւ ավելին, ստեղծել հանձնաժողով բանակցությունների ընթացքը հետաքննելու համար։ Սա շատ կարևոր այդպես նախաձեռնություն է այն առումով, Ինչ է կասկած առաջացրել։ Կասկած է առաջացրել բանակցողների ազնվությունը, այսինքն Գալիբաֆի եւ Արաղչիի եւ նրանց թիկունքում կանգնած Փեզեշքյանի։ Այստեղ ռեֆորմիստների, այո, ես կարծում եմ առաջիկայում Իրանում շատ լուրջ ներքին փոփոխություններ են լինելու եւ այս ռազմական գործողությունները պահպանողականների հիանալի հնարավորություն են տալու վերջնականապես այսպես հաշիվները պարզել, մաքրել ռեֆորմիստների հետ եւ առհասարակ փակել քաղաքական պատմության էջը ռեֆորմիստների Իրանի ներքին քաղաքական կյանքում։ Այսինքն նորից գնալու են ընտրությունների, նոր նախագահ են ընտրելու։ Ես չեմ բացառում, որ առաջիկայում կլինեն նոր ընտրություններ եւ նոր նախագահ կամ վաղաժամկետ ընտրություններ կլինեն, հարցեր կան, որոնց պատասխանը Փեզեշքյանը բարեփոխիչները պիտի տան։ Նախագահ Ռայիսիի կասկածելի մահը, որը ըստ էության սպանություն էր, գեներալ Սուլեյմանիի սպանությունը, Այաթոլլայի սպանությունը եւ շատ պատահականորեն բոլոր այդ իրավիճակներում ոչ մի բարեփոխիչ չի զոհվել։ Սա հարցեր է առաջացնում Իրանի հասարակության մոտ եւ իսկապես իդեպ վերջի պատերազմի ժամանակ էլ, հա, արտգործնախարարը, խորհրդանի նախագահ շատ ակտիվ նրանք շրջում էին ամենտեղ, այնպես չի որ ապաստարաններում էին, այնպես չի որ թաքնված էին, բայց եւ վերջին կասկածը խորացավ Ալի Լարիջանիի սպանությունով, մարդ, ով իրոք գեներալ Սուլեյմանիից հետո, այո, լուրջ ազդեցություն ուներ Իրանում եւ պատահական չէ Իրանի փողոցներում դեռ շաբաթներ առաջ սկսված ցույցերը, որով պահանջում էին դադարեցնել բանակցությունները եւ ուրեմն դատապարտել Արաղչիին առաջին հերթին եւ Գալիբաֆին բանակցություններում Իրանի շահերը դավաճանելու համար։ Այնպես որ այս պատերազմը իրոք պատերազմ է, իրական պատերազմ է եւ սա ավելի է այսպես ընդլայնելու եւ նոր տարածաշրջաններ ընդգրկելու, քանզի արդեն ըստ էության չեղյալ է հայտարարվել Եմենի եւ Սաուդյան Արաբիայի միջև հրադադարը եւ հութիները հայտարարել են, որ իրենք դուրս են գալիս այդ հրադադարին եւ սկսել են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային։ Այնպես որ իրավիճակը ամեն պահի գնալով ավելի լարվում եւ բարդանում։ Իրանում կասկածները նոր առաջացան, որովհետեւ երբ Փեզեշքյանը ընտրվեց, երբ ձեր նշած հենց Ռայիսի արտգործնախարարի հետ ինքնաթիռի ավիավթարի հետևանքով նրանք զոհվեցին, դրանից հետո փորձագիտական դաշտը բոլորը խոսում էին, որ դա բնականաբար ծրագրված է, բայց այնտեղ պաշտոնապես չէին խոսում դրա մասին եւ նախկին հոգեվոր առաջնորդը Խամենեին չէր խոսում, նա ողջունեց Փեզեշքյանի ընտրությունը, այդ ժամանակ կասկածներ չկային, ես ուզում եմ հասկանալ։ Ես կարծում եմ կասկածներ կային ամեն դեպքում, բայց երևի Այաթոլլան չէր սպասում, որ բարեփոխիչները ընդունակեն ավելի կտրուկ քայլերի եւ այդքան հեռու գնալուն։
Տեսեք, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Իրանում նաև այն առումով, որ Փեզեշքյանի հարցազրույցն են արդեն հանում 2024 թվականի, որտեղ նա միտեղ ելույթ ունենալով նշել է, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար դիմավորել ամերիկացիներին, եթե ամերիկացիներն էլ եղբայրաբար դիմավորեն ընդունեն մեզ։ Իրանում սկսում են հարցեր տալ, որ դոկտոր Փեզեշքյան, այսպես չի լինում։ Իրանի սահմանադրության մեջ էլ հստակ նշված է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները սահմանադրությամբ է անգամ կարգավորվում եւ ինչ որտեղ նաեւ արգելվում, որ հավասար եթե չպիտի լինեն այդ բանակցությունները, ապա ոչ մի բանակցություն չպետք է լինի առհասարակ։ Հիմա այդ ինչ հաշտության համաձայնագիր եք դուք ստորագրում կամ հուշագիր եք ստորագրում։ Իմիջիայլոց հուշագրի ստորագրման ժամանակ էլ Իրանում հարցերը չէին դադարում։ Իրանի պահպանողական թևը դեմ էր առհասարակ հուշագրի ստորագրմանը, քանզի նրանք նշում են, որ սա դավաճանություն է Իրանի ազգային պետական շահերին։ Միևնույն ժամանակ Իրանի ռազմական թևը կարողացավ այս կարճ ժամանական ընթացքում խորհրդարանի միջոցով նոր ռազմական դոկտրին ընդունել, որը կտրուկ փոխեց իրերի վիճակը տարածաշրջանում նոր դոկտրինով, նշվում է, որ դիմադրության առանցքի անդամներից որևէ մեկի նկատմամբ ագրեսիա նշանակում է ագրեսիա Իրանի նկատմամբ։ Այսինքն պատահական չի Իրանի այս վերջին դաժան հարվածները հատկապես ծոցի պետություններին, քանզի Իրանը զգուշացրեց Լիբանանին եւ Հեզբոլլահին պետք է հանգիստ թողել։ Լիբանանի կառավարությունը, որը ըստ էության ոչինչով չի տարբերվում Փեզեշքյանի կառավարությունից, գնաց Իսրայելի հետ համաձայնության ստորագրման։ Սա Իրանի մոտ ավելի սրեց Իրանի նկատի ունեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ պահպանողականների մոտ ավելի սրեց կասկածները, որ այստեղ գլոբալ խաղ է սկսվում եւ այդ խաղի մեջ ցավոք սրտի արկա է նաեւ Իրանի բարեփոխիչների հետքը կամ նրանց մասնակցությունը։ Սպասենք տեսնենք, թե այս ամենը ինչով է ավարտվում, բայց այն, որ արդեն համաշխարհային տնտեսության վրա սա ունի շեշտակի ազդեցություն բացական, սա արդեն կա։ Ինչպես մինչև հրադադարը։ Այո, դրան գումարած Բաբ el-Մանդեբի նեղուցի փակվելը, որը կարծում եմ ժամերի հարց է, եւ հութիները կփակեն Բաբ el-Մանդեբի նեղուցը, ըստ էության նաեւ Սուեզի ջրանցքը, սա համաշխարհային տնտեսությունը կանգնեցնելու է լրջագույն ճգնաժամի եզրին։ Միացյալ Նահանգները արդյոք պատրաստ էր գնալ հաշտության, որքան էլ ասում ենք Թրամփը այսպես հեղեղուկ կերպար է, բայց հստակ նպատակները նրա, ես ուզում եմ հասկանալ, թե ժամանակ էին շահում նոր դիրքավորվելու եւ ավելի մեծացնելու պատերազմի մասշտաբները, ու նաեւ իդեպ երբ մենք խոսում ենք, որ սա լայնածավալ պատերազմի է վերաճելու, մենք նկատի ունենք նաեւ ցամաքային պատերազմ։ Ցամաքային գործողություն ամեն դեպքում պլանավորվում է եւ պատահական չի, որ մի քանի օր առաջ Իրանի ուրեմն հատուկ նշանակության զորքերից բավականին զգալի թվով զինծառայողներ ուղարկվել են Իրաքի հետ սահման, Քուրդիստանի հետ սահման։ Նրանք ունեն լուրջ մտավախություն, որ քրդերը չնայած մեկ անգամ կամ հերթական անգամ խաբվել են, բայց ամեն դեպքում կհամաձայնվեն դառնալ գործիք Միացյալ Նահանգների ձեռքին։ Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներ եւ Թրամփ, գիտեք, Թրամփը այստեղ ոչինչ չի որոշում։ Որոշում է խորհրդային պետությունը, որի վրա հսկայական ազդեցություն ունի հրեական համայնքը։ Հետևաբար Իսրայելը առաջինն է, որ ոչ մի կերպ չպիտի հանդուրժեր եւ դա տրամաբանական է Իրանի հետ հաշտության, այո, որովհետեւ դրանով Իսրայելը դառնում է ոչ պետքական պետություն Միացյալ Նահանգների համար, մերձավոր արևելքում ավելին Իրանը, հարուստ Իրանը եւ տեխնոլոգիական լուրջ առաջընթաց գրանցած Իրանը շատ ավելի լուրջ գործընկեր կարող է լինել Միացյալ Նահանգների համար մերձավոր արևելքում, քան Իսրայելը։ Դրան գումարած իսրայելական բանակը ցույց տվեց, որ այն փուչիկը, որ փչվել է տասնամյակներ շարունակ իրենց ամենազորության, հզորության մասին, դա լոկ փուչիկ է։ Միացյալ Նահանգներն է ստիպված հոգալ Իսրայելի ռազմական ծախսերը եւ Միացյալ Նահանգներն է անընդհատ ստիպված է ԹԱԴ հակաօդային պաշտպանության համակարգերը տրամադրել։ Սա Թրամփին պետք չի։ Հարձակման ժամանակ էլ մենք հիշում ենք, որ Միացյալ Նահանգները հիմնականում պահեց օդը։ Սա Իրանի Թրամփին պետք չի մեծ հաշվով, բայց որպեսզի Իսրայելը, բայց նաև նոյեմբերին միջանկյալ ընտրություններ են Միացյալ Նահանգներում, հրեական համայնքը կարող է լուրջ անակնկալ մատուցել Թրամփին։ Դրա համար Թրամփը ամեն դեպքում անկախ նրանից ինքը ցանկանում էր դա չէր ցանկանում, գնաց տրվեց այդ այսպես իսրայելական կողմի շանտաժին
եւ կրկին վերսկսեց ռազմական գործողություններ։ Հիմա Իսրայելը Նեթանյահուն հայտարարում են, որ եթե Իրանը մեզ հարվածի, ապա մեր պատասխանը շատ հուժկու է լինելու։ Իրանը կհարվածի Իսրայելին, այս ճակատում ինչ կլինի։ Մամուլը այդ մասին գրեց մի քանի օր առաջ, շատ հետաքրքիր հոդված էր, ամերիկյան լրատվամիջոցներն են նշում, որ ըստ այդ լրատվամիջոցների Թրամփը իբր խնդրել է կամ առաջարկել է Իրանին իր հարվածները չուղղել Իսրայելի կողմ եւ իրենց հետ հարցերը փորձել կարգավորել։ Հիմա դեռևս մենք տեսնում ենք Իսրայելի վրա որևէ հրթիռ չի գնում, բայց դա կարող է լինել շուտ ժամանակավոր, որովհետև այն հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք տեղակայված են դեպի Իսրայել ճանապարհին, Հորդանանում, Բահրեյնում, Քուվեյթում, հիմա դրանք է ոչնչացնում Իրանը։ Ես չեմ բացառում, որ ամբողջը ոչնչացնելուց հետո արդեն անպաշտպան Իսրայելը կդառնա ուղղակի լավ թիրախ իրանական հրթիռների համար։ Այս պատմության մեջ, երբ հասանք արդեն հերթը Իսրայելին, շատ է խոսվում նաև Իսրայել եւ Ադրբեջան, դե բնականաբար Թուրքիա ու այսպես շահկապված նաև Ադրբեջան, նաև Հայոց ցեղասպանության այս թեմաների հետ կապված հարաբերությունների սրման մասին։ Ինչ փուլում են այս պահին ու այս պատերազմի շրջանակում այդ հարաբերությունները ինչ զարգացում կարող են ունենալ։ Գիտենք, ես վստահ եմ, որ երբեք Թուրքիան եւ Իսրայելը չեն կարող ունենալ վատ հարաբերություններ։ Սա ուղղակի խաղ է։ Մասնագետների կարծիքը միշտ երկու մասի է բաժանվում։ Սա ուղղակի խաղ է, որ երկու կողմերն էլ խաղում են, եւ Թուրքիան ու Ադրբեջանն այստեղ չար ու բարի ոստիկանի դեր են խաղում։ Պատահական չի, որ Իսրայելի կնեսետի օրակարգ չմցնելու հարցում շահագրգռված էր ոչ թե Թուրքիան, այլ Ադրբեջանը։ Եվ Թուրքիան Ադրբեջանի միջոցով է այդ հարցերը կարգավորել։ Իհարկե, դրա համար Ադրբեջանը պետք է շատ լուրջ, այսպես բան ստանա Իսրայելից, որպեսզի, այսինքն Իսրայելը պետք է շատ լուրջ, այսպես ակնկալիք ունենա Ադրբեջանից, որպեսզի Ադրբեջանի հրեաների խնդրանքը նա չմերժեց եւ կնեսետի օրակարգ չմցրեց։ Հիմա ո՞րն է լինելու այդ խնդրանքը։ Ես կարծում եմ Ադրբեջանի տարածքը օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Ալիևը ուրիշ ոչինչ չունի առաջարկելու այսօր Իսրայելին, ավելին Իսրայելին ոչինչ էլ պետք չի։ Իսրայելին պետք է, որպեսզի Իրանի ամենից մոտ գտնվող հատվածը ինքը կարողանա ազատ օգտագործել։ Ավելին, ես միշտ նշել եմ, որ Արցախը սկուտեղի վրա ստանալը ունի գին, եւ այդ գինը կարող է լինել ցամաքային օպերացիային սեփական տարածքը տրամադրելը։ Դա կլինի ինքնասպանություն Ալիևի համար, այո, բայց Ալիևը այլ տարբերակ չունի, քանզի ինչպես նշեցի, Արցախի հանձնելը, իսկ բոլորս գիտենք, որ ինքը Արցախը ուղղակի ստացել է, դա ունի գին եւ այդ գինը Ալիևը պետք է վճարի։ Լավ է, դեպքում Իրանի դիրքավորումը Ադրբեջանի նկատմամբ, իդեպ այստեղ էլ երբ Իրանի դեսպաններին եւ ներկայի եւ նախկին դեսպանին անդադ լրագրողները հարցնում են, ասում են Ադրբեջանը ձեր դեմ գործողություններ է կատարում, տարածքն է տրամադրում եւ մենք խոսեցինք նաեւ Ռայսի այսպես ավիավթարի սպանության մասին, այդ ժամանակ էլ չէ, հիմնական վարկածն այն է, որ հենց Արցախի Ադրբեջանի տարածքից է եղել այդ թիրախավորումը։ Այդ դեպքում Իրանը ինչու է այդքան հանդուրժող եւ աչք է փակում Ադրբեջանի այդ գործողությունների վրա։ Ես ներկա դեսպանի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, քանզի նրա դիրքորոշումը ես չեմ լսել, բայց ես ունեցել եմ հնարավորություն անձամբ հարց ուղղել նախկին դեսպանին Իրանի եւ հարցը ձևակերպված եղել հետեւյալ կերպ. եթե Իրանը հարվածեց ուրեմն արաբական ծովում Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին, նշելով, որ այնտեղից հարվածներ է ստացել։ Իրանը կհարվածի Ադրբեջանի բազաներին, քանզի օրինակ Իսլամական պահապանների կորպուսը պնդում էր, որ Թավրիզի օդանավակայանը ռմբակոծվել է Ադրբեջանի տարածքից։ Իրանի դեսպանը, նախկին դեսպանը երկար բարակ սկսեց խոսել ժողովուրդների բարեկամության մասին եւ հետո նշեց, որ եթե մենք ունենանք նման հավաստիացում, նման այսպես ապացույց, որ նման բան եղել է, այդ ժամանակ միայն բայց ապացույց կա։ Այսինքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հստակ նշում է, որ Թավրիզի օդանավակայանը խոցվել է Ադրբեջանի տարածքից մտած ինքնաթիռից։ Դրանից ավելի ապացույց։ Ես կարծում եմ, այստեղ մենք գործ ունենք բարեփոխիչներ պահպանողականներ ներքին պայքարի հետ։ Նայած թե դեսպանը որ թևն է ներկայացնում եւ նայած թե որոշում կայացնողների մեջ առավելությունը որ թևին է պատկանում։ Բայց ես կարծում եմ Իրանը ցանկության Պաշտոնական Իրանի դիրքորոշումը դեսպանի եթե մի կողմ թողնի։ Պաշտոնական Իրանը կարծես թե այս պայն հակված չէ գնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների սրելուն։
Քանզի դեռ իրենք փորձում են կամ ցույց են տալիս, որ հավատում են այն հավաստիացումներին ադրբեջանական կողմի, որ գիտեք, այնտեղ Ադրբեջանը ոչ մի պարագայում իր տարածքը չի կարող տրամադրել եղբայրական Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Ընդ որում, ես կարծում եմ Իրանը դեռևս ցույց է տալիս, որ հավատում է նաև Թուրքմենստանի հավաստիացումներին, չնայած Թուրքմենստանում Իսրայելը 23 թվին բացեց դեսպանատուն։ Չնայած նոր էր սկսվել վերջի ռազմական գործողությունը, Թուրքմենստան-Իրան սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող կամուրջը խոցվեց, որը հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ողնաշարերից մեկն է հանդիսանում։ Եվ նաև Իրանը ցույց է տալիս, որ ինքը դեռ հավատում է Թուրքմենստանին, որ իրենց տարածքում չկան Delta Force ամերիկյան հատուկ ստորաբաժանումները տեղակայված։ Հիմա տեսնենք, թե Իրանը ինչքան ցույց կտա, որ ինքը համոզված է, որ հավատում է, եւ կարծում եմ այստեղ կախված է լինելու նաև այդ պետությունների ղեկավարների վարքից։ Պարոն Բալասանյան, գալով Հայաստանին մեզ ամենահետաքրքրող հարցը, եթե այդ լայնամասշտաբ պատերազմը սկսվում է, իսկ կարծես թե արդեն սկսվում է կամ սկսվել է, Հայաստանին ինչ վտանգ է սպառնում, մենք հիշենք, որ այս վերջին փուլը պատերազմի, որ տեղի էր ունենում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև, նույնիսկ մեմեր էին, պատրաստել, որ օրինակ այստեղ տարբեր քարտեզի տարբեր օջախներում ինչ որ կրակներ են ու այդտեղ Նիկոլ Փաշինյանը հանգիստ նստած են մինչև քարոզարշավ ուրախ ավտոբուսի մեջ, չգիտեմ, ինչ որ մի բան էր համտեսում, բայց Հայաստանի իշխանությունները դա ներկայացնում էին, որ Հայաստանը այնպես է կառուցել իր դիվանագիտությունը, միջազգային հարաբերությունները, որ նույնիսկ այդ վտանգավոր կիզակետային իրավիճակում մենք պաշտպանված ենք, մենք որևէ երկրի հետ խնդիր չունենք։ Դա այդպես է, թե ոչ, այս պատերազմը մեզ համար ինչ հետևանք կարող է ունենալ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա այդպես լինի, բայց տարածաշրջանում տեղի են ունենում զարգացումներ, որին պետք է օպերատիվ արձագանքել։ Ցավոք սրտի, ես այս բանը օպերատիվ արձագանք չեմ տեսնում։ Ես տեսնում որ վարդավառեր, խորովածի փառատոներ, բայց լրջանալ է պետք իրականում, տեսեք, Իրանի դեմ ռազմական գործողությունը սկսվեց Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հաջորդ օրը։ Ինչ են խոսել Թրամփը եւ Էրդողանը։ Ինչու հարվածներ հասցվեց հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին։ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը տարածաշրջանում որ տրանսպորտային միջանցքի, այսպես հակառակորդն է կամ մրցակիցը, միջին միջանցքի։ Որտեղով է անցնում միջին միջանցքը ըստ թուրք-ադրբեջանական տրամաբանության։ Մենք առնվազն կարող ենք հիմնավոր կասկած հայտնել, որ Տրամփը համաձայնվել է միջին միջանցքի հետ կապված հարցերը թողնել Էրդողանի իրավասությանը եւ Էրդողանի այսպես ծրագրերում։ Իսկ Էրդողանն էլ դա անվանում է Զանգեզուրի միջանցք, վստահ պնդելով, որ իրենց թուրանական միջանցք։ Այդ եմ ասում։ Դրա դիմաց Թուրքիան դառնում է հաբ Միացյալ Նահանգների համար Մերձավոր Արևելքում իր գործողությունը իրականացնելու մի ուղղություն դեպի Սիրիա եւ երկրորդ ուղղություն դեպի Ուկրաինա։ Հիմա այսքանից հետո Թրիփ նախագիծը ուր կորավ։ Այսինքն այդ Թրիփը ինչպես է զարգանալու։ Արդյոք Էրդողանը կկարողանա, եթե Հայաստանը ինչ-որ պահի որոշի դիմադրել եւ դեմ գնալ թուրք-ադրբեջանական պլաններին, եւ եթե Աստված մի արածցե, որոշում կայացվեց, ինչպես Ալիևն է բազմիցս նշել, եթե խաթրով չտան, մենք զորով դա կվերցնենք։ Ո՞րն է լինելու Թրամփի դիրքորոշումը։ Եթե Աստված մի արածցե, սկսվեցին ինչ-որ իրադարձություններ եւ ամենից կարեւոր հարցը, ինչպիսին է լինելու Իրանի դիրքորոշումը։ Մենք անընդհատ Իրանի հետ կապված հարց է, որ բարձրացնում ենք, ասում են դե գիտեք, Իրանի հետ կապված խնդիր չկա։ Իրանի ղեկավարը իր հարցազրույցներից մեկում Հայաստան գալուց առաջ հարցազրույցներից մեկում, որ տվեց իրանական լրատվամիջոցներին, ասեց. «Ես կոչ եմ անում չանհանգստանալ այն չնչին իրադարձություններով, որոնք ծավալվում են Իրանի հյուսիս-արևմտյան սահմանների մոտ»։ Ինքը Թրիփը համարեց չնչին իրադարձություն, բայց Իրանի ղեկավարը Իրանն է արդյոք։ Իրանի ղեկավարը ունի ազդեցություն Իրանում կայացվող որոշումների վրա, թե չունի։ Խոսքը առաջիններն ռազմական որոշումների մասին է։ Եթե նույն գոյաբանական հիմք ունեցող Օմանին Իրանը ինչ որ միտեղ սկսում է հարվածել, ապա ո՞րն է լինելու Իրանի դիրքորոշումը Թրիփի հարցում։ Մենք այստեղ վտանգ ունենք, թե չունենք։ Իդեպ Իրանի դեսպանը ներկայի, քանի որ դեսպանից խոսեցինք, վերջերս ասաց, որ իրենք անհանգստություններ ունեն այստեղ Թրիփի եւ ամերիկացիների ներկայության հետ կապված ու այս պատերազմը գուցե իրենց համար լավ առիթ է այդ անհանգստությունների հարցը լուծելու։ Այստեղ միայն ամերիկացիները չեն։
Այստեղ ես վստահ եմ, որ մասնակցություն են ունենալու նաև հրեական ընկերությունները իսրայելական։ Պատահական չէր Նատանյահուի այդ պրոհայկական ժեստը, որ նա արեց, թե տեսեք մեր կառավարությունը ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Սա Հայաստանի ներքին լսարանի համար է արվել նաև, որպեսզի ոչ թե կառավարությունն ընդունի, այլ այո, այն հակաիսրայելական տրամադրությունները, որ կան մեր ժողովրդի մեջ ավանդաբար, որ Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է եւ 16 թվականի քարոզը եւ 44 օրերի ժամանակ իրենք են մեր դեմ նաեւ կռվել եւ իրենց զենքը եւ իրենց մասնագետները, հիմա ցույց են տալիս, որ գիտեք, իսրայելցիները այնպես չեն, ինչպես դուք իրանց մասին վկայում եք եւ մտածում եք եւ միգուցե վատ էլ չի լինի, որ օրինակ Թրիպի որոշ պրոյեկտներում հրեական կազմակերպությունները ներկայացված լինեն եւ պատահական չի նոր հնարավոր տեխնացուի անունը որ տալիս են Թրիպի հիմնադրամի տնօրենը Սակալով անով նա ամենտեղ գլուխ է գվում եւ հպարտանում իր հրեական արմատներով միգուցե սա ուղակի դավադրությունների տեսության ինչ որ բան կարող է լինել միգուցե Թրամփը ինչու է որոշել նրան նշանակի որպես տնօրեն որ Ռուսաստանցի է Ռուսաստանում ծնված է սա ինչ է նշանակում Սա այսպես եթե փորձենք դեռ ես չի ցանկանա շատ մենք սրա մասին խոսենք, քանզի դեռ ինֆորմացիան շատ աղքատիկ է, բայց եթե զուտ տրամաբանության մեջ մենք նայենք, դեռ երևի 6 ամիս, 7 ամիս առաջ, երբ որ Թրիպի թեման նոր մտավ շրջանառության մեջ, ես այն ժամանակ մտ վարկած էի առաջ քաշել, որ Թրիպը չի կարող աշխատել, եթե առնվազն Ռուսաստանը դրան մասնակցություն չունենա։ Հետո Հայաստանի փոխարտգործնախարարը շաբաթներ առաջ հիշում եք տվեց հարցազրույց եւ ասեց Թրիպը աշխատելու է ԵԱՏՄ կանոններով այսինքն ապրանք մտնելը ստուգվելու է որպես երրորդ երկրի ծագումը ներկայացվելու եւ այլն եթե ԵԱՏՄ կանոններով նշանակում է ՀԱՊԿ կանոններով եւ երրորդ կողմին զիջելը որի մասին բազմիցս նշում է Թրամփը ապա կարող է լինել տեխնացու որ ընդունելի կլինի բոլորի համար եւ հիմա միգուցե եւ Սակալովը այդ տեխնացուն է որը այս պահին կարող է նաև ընդունել լինել Մոսկվայի համար եւ Իրանը տեսնելով որ նաև Մոսկվան այստեղ ունի մասնակցություն եւ ԵԱՏՄ կանոններով է արվում եւ նաև ՀԱՊ կանոններով է արվում այսինքն կասկածելի մարդիկ եւ բեռներ անարգել չեն կարողանալու անցնել ինչպես պլանավորել Ալիևը, միգուցե կմեղմացնի իր դիրքորոշումը Թրիպի հետ կապած ավելին, միգուցե նաև օգուտ էլ կարող է ունենալ, քանզի ԵԱՏՄ Իրան կա ազատ առևտրի համաձայնագիր, եւ ինչ որ առումով Իրանը կարող է նաև մասնակցություն ունենալ այս ամենին։ Պարոն Բալասանյան, հիմա տեսեք, վերջերս Ալիևն էլ հայտարարեց, որ սա Զանգեզուրի միջանցք է, նա Թրիպ չի անվանում դա եւ ասում է Զանգեզուրի միջանցքը իր իրագործման այսպես փուլերի մեջ է։ Մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան այդ Զանգեզուրի միջանցքի գաղափարից չեն հրաժարվել եւ ամեն դեպքում սա չի լինելու Հայաստանի ինքնիշխանության ներքո, ինչպես պնդում են Հայաստանի իշխանությունները։ Եթե մենք սրա ուղղությամբ գործուն քայլեր չիրականացնենք եւ եթե մենք չկարողանանք տարածաշրջանի տերություններին ներկայացնել մեր տեսակետը եւ ապահովել նրանց մասնակցությունը այս պրոյեկտներին, ապա Ադրբեջանը եւ Թուրքիան իհարկե շահագրգռված են, որպեսզի սա ներկայացնեն իբրև Զանգեզուրի միջանցք, դրանից բխող հետևանքներով։ Հիմա դրա համար կան մարդիկ, ովքեր հենց պետք է զբաղվեն այս հարցերով, թող զբաղվեն եւ դիվանագիտական բոլոր լծակներն ու միջոցները օգտագործեն, որպեսզի թույլ չտան Զանգեզուրի միջանցք ձևակերպումը մտնի ուժի։ Հիմա տեսեք, Էրդողանը Թրամփի մոտ օգտագործում է Զանգեզուրի միջանց ձևակերպումը, բայց Թրամփը չի ասում իմ անունն են գդրել, Թրամփի ուղի է դա, Թրիփ է, ինչու են օգտագործում, եթե դա պարզապես անուն է եւ ոչ թե իրականում հենց այդ միջանցքն է, որը նրանք ցանկանում են։ Գիտեք, Թուրքիայի ծառայությունները Թրամփին շատ մեծ են։ Եվ նա թե Էրդողանը կասի Զանգեզուրի միջանցք, այն մյուսը կասի Թրիպ, այն մյուսը կասի միջին միջանցք, իր համար ըստ էության մեծ նշանակություն չունի։ Մենք պետք է նաև այն թյուր կարծիքը Հայաստանում որ կա թե իբր Թրամփը կգա եւ կպաշտպանի Հայաստանին եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե երաշխավորել է, նման բան չկա։ Թրամփը իրեն անգամ չի կարող երաշխավորել, որ նոյեմբերին կարող է հաղթել միջանկյալ ընտրություններում։ Այդ միֆն է, որ տարածվում է մեր հասարակության մեջ, հանգստացնելու համար հասարակություն, թե գիտեք, եթե այնտեղ Թրամփն է, այն մյուս իրավարար վճռի վրա էլ Վիլսոնի անունն էր գրած, ասենք, ինչ եղավ հետո։ Մեծ հաշվով ոչինչ։
Դրա համար պետք է գետնի վրա աշխատել եւ գետնի վրա փորձել գնահատել ռիսկերը եւ հասկանալ ովքեր են տարածաշրջանում հարց լուծող պետությունները, վեր կանգնել այդ զգայական, այդ բաներից, ձևակերպումներից եւ փորձել հասկանալ թե որտեղից սկսել, ինչպես անել եւ ուր գնալ, որպեսզի Հայաստանը մաքսիմում լինի անվտանգ այս տարածաշրջանային թողուբոհի մեջ։ Դե հիմա ասեք ուր գնալ, որ Հայաստանը լինի անվտանգ ու այս համատեքստում նաեւ անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին, հայ-ռուսական հարաբերությունները, որ գնալով փչանում են, եթե իհարկե նաեւ դուք համաձայն կլինեք այդ գնահատականի հետ, այդ դեպքում մեր անվտանգային համակարգը ինչ է լինում։ Գիտեք, ժամանակին Հայաստանի ղեկավարներից մեկը ասում էր Հայաստանի պաշտպանվածությունը իր անպաշտպան լինելու մեջ է։ Հայաստանի առաջին նախագահն էր այդպես ձևակերպումներ անում։ Միգուցե կրկին փորձը դա այսպես ռեինկարնացիա են անում եւ փորձում այդպես ներկայացնել։ Հիմա մի այլ ասույթ կա, խաղաղությունն է մեր անվտանգության երաշխավորումը։ Հա, դե ըստ էության իմաստը նույնն է։ Իմաստն է, որովհետև խաղաղություն ինքը չափելի չի, դա բան չի, մի կիլո լոլիկ չի, որ կշռես։ Ինչ է նշանակում խաղաղություն։ Չէ, ինչ է նշանակում խաղաղությունը անվտանգության երաշխավոր է։ Այո, դա այդ եմ ասում էլի, այսինքն այդ ինչպես է նա երաշխավորում, անվտանգությունն է երաշխավորում խաղաղություն, բայց խաղաղությունը անվտանգություն չի երաշխավորում։ Իսկ հարաբերությունները, որ շատ այսպես բարդ են այսօր եւ մեղմ ասած այնքան էլ լավ չեն, բոլորս ենք տեսնում։ Ես երբեք չէի մտածի, որ օրինակ Հայաստանից արտանվող բեռների հետ կապված կարող է Ռուսաստան սահմանափակումներ մտցնել։ Բայց մենք տեսանք դա։ Մենք ամեն օր այստեղ տեսնում ենք պատվիրակություններ Եվրոպական միության տարբեր պաշտոնյաներից, ովքեր իրենց մոտ անգամ որևէ հարց չեն կարողանում լուծել, բայց այսպես գալիս են եւ ասում, որ արևմուտքը ձեզ կօգնի։ Բայց իրականությունը շատ ավելի ծանր է, քան դրա մասին խոսում են, քանզի Եվրոպական միությանը Հայաստանը պետք է լինելու այնքան ժամանակ, որքան նա կհամաձայնվի հակառուսականության այդ հարցում իրենց, չասեմ աջակից, բայց գործընկեր լինել։ Եթե Եվրոպական միությունում փոխվեց establishment-ը, իսկ դրա բոլոր նախանշանները կան, կամ եթե Հայաստանը գնաց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման, Եվրոպական միությունը այստեղ այլևս անելիք չի ունենալու եւ Հայաստանն իրեն այլևս պետք չի լինելու։ Հետևաբար այդ բոլոր բաներից կտրվել էներգետիկ եւ այլն հույս ունենալ, թե Եվրոպական միությունը մեզ կօգնի, կամ Ադրբեջանը Ալիևը Շուշիում հայտարարեց, որ մեր վառելիքի փաստորեն այլընտրանքային աղբյուրը կարող են լինել իրենք։ Գիտեք, նախ Ադրբեջանը ինքը վառելիքի կարիք ունի։ Մասնագետները կփաստեն, որ Ադրբեջանը չի կարող Հայաստանին ապահովել վառելիքով, որտեղ Ադրբեջանը ինքը այսօր Եվրոպա արտահանում է հիմնականում ռուսական գազը։ Այսօր մամուլը նաև հետաքրքիր տեղեկատվություն տարածեց։ Ռուսաստանի ամենամեծ Յամալ, ուրեմն հեղուկ գազի գործարանի արտադրանքը 2025-26 թվականներին արտադրանքի 90%-ը գնել է Եվրոպական միությունը։ Այն նույն Եվրոպական միությունը, որ Ուկրաինային ասում է, որ հանկարծ որևէ բան չունենաս ռուսներ, ու բոլորին ասում է, որ ռուսական գազ հանկարծ չգնա։ Կախվածություն չունենաք։ Այդ նույն Եվրոպական միությունն է։ Ես իհարկե լսել եմ կան քաղաքական գործիչներ, որ ասում են, օրինակ, չգիտեմ, Հոլանդիայից կարելի է գազ բերել, Հոլանդիայից վարդ կարելի է բերել, բայց գազ Հոլանդիայից հնարավոր չի բերել։ Այո։ Այսինքն ժողովրդի մեր կերակրել անընդհատ այս բաներով, որ այստեղ էս կարալնի մի ֆուր 25 տոննա ծիրան տանել Լեհաստան եւ դա դարձնել դարակազմիկ իրադարձություն, որ տեսեք Հայաստանը դիվերսիֆիկացնում է ծիրանի արտահանումը, սա նվազագույնը լուրջ չի։ Լավ, պարոն Բալասյան, բայց եթե գնահատական տանք հիմա ձեզ համար պարզ է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Ինչ է ուզում, ուր է գնում, որքան կարող է այս վիճակը շարունակվել, որովհետև այնտեղ մեր վրա վերջնաժամկետներ են դնում, ասում են շուտ ընտրություն կատարեք։ Մենք ԵԱՏՄ-ից չենք ցանկանում դուրս գալ, բայց եթե չենք ցանկանում դուրս գալ, այդ դեպքում ԵՄ գնում ենք, թե չենք գնում, ինչ է տեղի ունենում իրականում։ Գիտեք, հայտարարությունների մակարդակով իհարկե արվում է տարբեր հայտարարություններ, բայց երբ որ գետնի վրա փորձում ես դիտարկել քաղաքականությունը, հականայտ է դառնում, որ գնալով Հայաստանը հեռանում է Ռուսաստանից եւ հայ-ռուսական հարաբերությունները գնալով ավելի այսպես ճգնաժամային փուլ են մտնում։ Անկախ նրանից կարվեն հայտարարությունները, որ դա մեկը մեկի հետ կապ չունի, գործնականում փաստացի այդպես է։
Հայաստանը Վրաստանի, Մոլդովայի նման հեռանումը կամ փորձում են հեռացնել Ռուսաստանից։ Հայաստանին փորձում են հեռացնել իր ավանդական գործընկերներից։ Իմիջիայլոց հայ-իրանական հարաբերություններն էլ այդպես փայլուն չեն, ինչպես օրինակային մի քանի տարի առաջ։ Եվ նոր այսպես գործընկերներ են մատուցում Հայաստանին Թուրքիայի գլխավորությամբ։ Տարածաշրջանում Եվրոպական միության մարդը Թուրքիան է։ Եվ Հայաստանի համար Եվրոպական միությունը սկսվելու է եւ ավարտվելու է Թուրքիայում։ Թուրքիայից այն կողմ Հայաստանը չի անցնելու, որովհետեւ չկա շահագրգռվածություն ԵՄ-ի մոտ, սա մեկ, երկրորդ։ Հայաստանը չունի տնտեսական, քաղաքական, քաղաքակրթական, չգիտեմ, բարեփոխումները, քաղաքացիական հասարակություն եւ այլն, որոնք պետք են ԵՄ անդամակցելու համար։ Հայաստանը հետաքրքիր չի ԵՄ-ին, քանզի ԵՄ-ում արդեն աստիճանաբար խոսում են այն մասին, որ պետք է դադարեցնել այս աղքատ պետություններին ԵՄ անդամ դարձնելու պրակտիկան, անգամ խոստումներ տալը։ Իրենց համար ավելին ձեռնտու է Իսլանդիային դարձնել Եվրոպական միության անդամ, քան Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին, Ղազախստանին եւ հետխորհրդային մյուս պետություններին։ Սա Հայաստանի իշխանությունները կարծում եք գիտակցում են, այ երբ դուք ասում եք Եվրամիության պետությունը այստեղ Թուրքիան է եւ փաստորեն Հայաստանը Թուրքիայից անկողմ չի անցնելու։ Սա գիտակցում են Հայաստանի իշխանությունը եւ արդյոք նրանք իսկապես Թուրքիային տեսնում են որպես գործընկեր, որպես անվտանգության երաշխավոր։ Գիտեք, ես կարծում եմ Թուրքիային արդեն որոշ պաշտոնյաների հայտարարությունների մակարդակով Թուրքիային տեսնում են եւ գործընկեր եւ ինչ որտեղ նաեւ անվտանգության երաշխավոր։ Սա բավականին վտանգավոր է։ Հայաստանին հայտարարել, թե մտցնում են թուրք-ադրբեջանական էներգետիկ միասնական համակարգի մեջ, սա շատ վտանգավոր է։ Սրանով մենք Ադրբեջանի ձեռքն ենք տալիս այն կոճակը, որով Հայաստանին անմիջապես գցելու էներգետիկ կախվածության մեջ, անմիջապես։ Բայց այստեղ մի հատ ուրիշ հանգամանք էլ կա։ Եվրոպական միությունը ծրագրում է Կենտրոնական Ասիայից էլեկտրական մալուխով հոսանք տեղափոխել դեպի Եվրոպական միություն։ Հիմա Թուրքմենստանն էլ է միացել այս ծրագրին, այստեղ Ղազախստանն է, Ուզբեկստանն է։ Հիմա ինչպես են այդ էլեկտրական մալուխը հասցնելու Եվրոպա։ Բնականաբար ֆիզիկապես այդքան քանդել ճանապարհները դա տնտեսական առումով բան չի, ընդունելի չի, հա։ Ես կարծում եմ դա արվելու է հետևյալ կերպ, ուղղակի Կասպից ծովի տակով անցկացնել էլեկտրական մալուխ, միացնելու են Ադրբեջանին, հետո Ադրբեջանից Հայաստան ու Թուրքիա էներգետիկ համակարգերով արտահանեն Եվրոպական միություն։ Դրա համար է Հայաստանը պետք միացնել թուրք-ադրբեջանական էներգետիկ համակարգին, այլ տրամաբանություն այստեղ ուղղակի չկա։ Մի քանի տարի առաջ մենք ենք Թուրքիային հոսանք վաճառում։ Թուրքիան ինչ հզորություններ ունի, Թուրքիայի ատոմակայանը դեռ պատրաստ չի, մենք ունենք ատոմակայան, որը չգիտես ինչու հայտնել, հրաժարվում ենք, թե չենք հրաժարվում։ Փակում ենք ու ստացվում ենք մոդուլային։ Փակում ենք ու սպասում ենք, տեսնենք հարևան երկրներից որտեղից կարող ենք հոսանք ներկրել։ Դու 40% քո գեներացիան 38 թե 40% դու արդեն ապահովում ես քո ատոմակայանով։ Դու ինչի՞ ես նայում ուրիշի ձեռքին։ Ինչի՞ ես քո երկրի էներգետիկ անկախությունը դնում հարվածի տակ։ Այսինքն ծրագրված մի տեղից կախվածությունը թուլացնում ենք կամ պոկում ենք եւ դնում ենք մեկ այլ տեղ։ Ընդ որում ճշտամի պետության։ Ըստ էության դատելով քայլերի տրամաբանությունից այդպես է ստացվում։ Պարոն Բալասանյան, եւ վերջում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարծես թե նոր զարգացման փուլեր են մտնելու, որովհետեւ սպասեցին, ընտրությունները պրծավ, հիմա պահանջներ են դնում, ասում են սահմանազատում է լինելու, արդեն որոշակի պայմանավորվածություններ ունենք։ Նիկոլ Փաշինյանը խոսում է անկլավների հարցը լուծելու մասին։ Ձեր կարծիքով ինչ զարգացումներ են լինելու, ինչ է Ադրբեջանը մեզնից ուզելու եւ արդյոք այդ խաղաղության փուլը եկել է, թե գուցե նաեւ նոր պատերազմի փուլ է մոտենում։ Գիտեք, Ադրբեջանը մեզնից ուզելու է տարածքներ եւ որքան հնարավոր է շատ։ Ադրբեջանը չի գնալու Հայաստանի հետ սահմանազատման։ Ավելին, պարզվում է, որ Տավուշում ինչ որ արվել է, դա սահմանազատում չի, Ալիևն է ասում։ Ասում են, դու սահմանազատում չի։ Ուր է 850 հեկտարը, որ Ադրբեջանը մեզ պիտի իբր հետ տա։ Հետ տար, այո։ Չկա, թե ուր են այդ հողերը։ Ինչու է ադրբեջանական բանակը այս պահին շարունակում գտնվել Ջերմուկի վերևում եւ Սև ջրի շրջանում։ Անկլավների հարցը ինչու է քննարկվում միայն միակողմանի։ Ինչու Ադրբեջանից չկա որևէ արձագանք սրա հետ կապված։ Նշանակում Ադրբեջան ուղղակի պահանջ է դնում Հայաստանին, ուզում ես խաղաղություն,
ես ավելի շատ հակված եմ սա անվանել թվացial խաղաղություն, քանզի խաղաղություն չի։ Խաղաղության ձգտողը մյուս երկրի քաղաքացիներին տանջար չի անում բանտերում Բաքվի։ Եթե նա ցանկանար խաղաղություն, ապա առաջին հերթին այդ մարդկանց պետք է տեղից ազատ արձակեր։ Իր զորքերը պիտի քաշեր եւ այլն եւ այլն։ Ադրբեջանը փորձելու է առավելագույնը ստանալ Հայաստանից եւ ամեն անգամ սպառնալ պատերազմով։ Եթե Հայաստանը հրաժարվի կատարել իր այս կամ այն պահանջները։ Հիմա այսինքն ուզում է Տիգրանաշենը, ուզում է Տավուշի գյուղերը, ինչպես որ հայտարարվում է, եւ դրա դիմաց նաեւ չի պատրաստվում դուրս գալ այդ ձեր ասած ջերմուկից եւ մյուս տարածքներից, որովհետեւ Փաշինյանն էլ ասում է, եթե մենք այդ դրանք չտանք, ուրեմն նրանք մկրատը կվերցնեն, կկտրեն ջերմուկը, կկտրեն Տավուշը, այսինքն հիմա այդպես են մեզ սպառնում, որ տվեք, որ դուրս գանք ձեր տարածքից։ Այո, սա կկվի եւ աղվեսի պատմությունն է։ Որ կկուն, եթե ձակը չտա, աղվեսը կացինը սրելու է, գա ծառը կտրի։ Աղվեսը Սպային Ալիևն է, դեմքով էլ նման իմիջելուց։ Աղվեսը ինքն է եւ կացին իր ձեռքին է։ Եվ մենք նույն կկվի տրամաբանությամբ փորձում ենք ձակ տալ, ձակը դա տարածքն է։ Որպեսզի հանկարծ Ալիևը ծառը չկտրի, բայց Ալիևը մեկա կտրելու է այդ ծառը։ Սա պետք է հասկանալ, որ թուրք-ադրբեջանական արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության ռազմավարություններում Հայաստանը եղել է կա եւ մնալու է որպես թշնամի։ Իսկ թշնամու հետ խաղաղություն չեն կառուցում։ Թշնամուն առավելագույնը ստիպում են կատարել իր պահանջները եւ ստանալ առավելագույն տարածքներ, դրա դիմաց չտալով ոչինչ։ Սա է այն հարցը, որ այսօր արկա է մեր արչև, այսպես չոքել է մեր պետության արչև եւ շատ զարմանալի է, որ դեռևս կարծես թե մեր քաղաքացիները սրա լրջությունը չեն հասկանում։ Պարոն Բալասանյան, ես շնորհակալ եմ ձեզ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում եմ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղ նույն ժամին, լավ եղեք։